ուշադիր եղեք, բարդ բան չկա, բոլոր թեմաներն էլ անցել ենք։ Ես սաղ անցել եմ նենցա, բայց օքեյ։ Լսի դու вообще ինչի համար ես դասի գալի։ Ես էլ ամեն առավոտ այդ հարցը ինձ տալիս եմ։ Լավ, վերջ, լռություն, հանգիստ ձեր գործին անցեք։ Մեզ, հեռախոսդ մի կողմ դիր։ Մելսից, ինձ թվեց Լևոնն է։ Հա, դե բնականաբար անգլերենի թեստի համար ա գրել։ Ու հիմա ինչ անեմ, դուրս գամ թե չէ։ Որին ես տեսնի ամեն ինչ ուրիշ ձև կմտածի, պետք է չթողեի, որ Լևոնը խաբի։ Գիժ այսին։ Ինչ? Մերս ինչով ես զբաղված։ Ես լարա կլինի գրավորս անձնեմ մի քանի րոպեով դուրս գամ։ Ինչ ա պատահել։ Կարևոր է։ Գրի թեստդ նոր դուրս արի։ Կներեք, բայց ես ավելի կարևոր է։ Ես սենց կարելի էր։ Անաղմուկ, ձեր գործին անցեք։ Ասիա, դու որտեղից իմացար, որ Արսենն էր ուղարկել այդ ծաղկե փունջը։ Կարծեմ առաքիչները տեղյակ չեն լինում, չէ՞։ Դե էստեղ կարդացի։ Կներեք, ուղղակի պիտի կարդայի, որ վստահ լինեի, դպրոց ավելորդ բան չի մտնում, ուղղակի։ Շնորհակալ եմ ինձ թափեցնելու համար, Դավիթի համար էսպես ավելի լավ է։ Վերջ։ Այո։ Ուզում եք զանգեմ ասեմ, որ հասել են ծաղիկները։ Ոչ մի բան պետք չի անել։ Ազատ ես, Ասիա, գնա։ Մեզ։
Ինչ ես անում այստեղ։ Դու ինչ ես անում։ Լսի, դու լրիվ գիժ ես։ Յա։ Ինչ։ Լևոնն ու Ինեսան վաղուց դասարանում նստած թեստ են գրում։ Դու ինչ ես անում այստեղ։ Այսինքն վաղուց։ Բա Լևոնը ինձ պիտի գրեր, որ ես արդեն կարող եմ դուրս գալ։ Այսինքն քեզ պետքա Ինեսան չտեսներ։ Ինչ է կատարվում Բելլա։ Ես պետքա գնամ դասի, թեստը պետքա գրեմ, երկուսինս էլ կհասցնեմ։ Ես հանձնել եմ արդեն։ Գրել ես։ Այդ ինչ կարևոր է։ Ինչի է լյովը քեզ թաքցնում Ինեսայից։ Ինչ է կատարվում Բելլա։ Չլացես։ Զգուշացնում եմ, չլացես ավելի կներվայնանամ Բելլա։ Արի հետս։ Վիկա ներկա բացակական ես։ Մերսին էլ բացակա դնեմ։ Չէ, դեռ չէ։ Ես կպարզեմ ինչեր պատահել, հետո կորոշեմ։ Բելան էլ չկա, բայց առավոտ եկել էր։ Ոնց։ Բելան եկել է դպրոց ու իմ դասին բացակա է եղել։ Հա, ես էլ եմ տեսել։ Ոայ քու։ Ինչ եղավ։ Չէ։ Մերս, մի րոպե։ Ինչի կրվեցիր պահակի հետ կբողոքի։ Որովհետև էլ ներվերս չի երիքում։ Լավ ուր են գնում, գոնե պայուսակդ վերցրու։ Արի։ Շատ տարօրինակ է, հա։ Վիկա չսկսես։ Շոք է, շատ ես անհանգստանում։ Հա բայց կարես զանգես։ Համե պայուսակը ստեղ է, կարող է լուրջ բան ա եղել։ Կամ էլ Բելայի հետ է։ Ինչ։ Հալա Վիկա, Շազդումի խառնվի էլի։ Հա բայց գոնե իմանենք որտեղ է։ Որ այդ աղջիկը զանգերից պատասխանի մեկ-մեկ կիմանայիք։ Դե արդեն անհանգստանում եմ։ Վարդան, ո՞նց ես։ Բարև։ Սկսվեց։ Դուք էլ չգիտեք Բելան որտեղ է։ Չէ, մենք էլ զանգում ենք չի պատասխանում։ Պլաններ էլ չուներ։ Իրա պլաններում էր դասի նստել է, ուրեմն կարևոր բան է եղել, որ գնացել է։ Բայց այդ ինչ պետք է լիներ, որ դասի չնստեր։ Հազար բան Շակե, կիմանանք հետո, եթե իհարկե դա մեզ վերաբերում է։ Շակե ջան, ես որ իմանամ քեզ կասեմ։ Որ թող կարող է լավ չես։ Տես լավ չի, զանգի սաղ Բելայի կյանքը պատմի։ Տենց լավ չի։ Մի հատ էլ ասա, որ Բելան անանուն նամակներ է ստանում։ Ոյ, երեխեք։ Կարող է Բելայի անհետանալ այդ նամակների հետ է կապված։ Ինչ նամակներ։ Ոյ ոստված։ Ժողովուրդ ինչ է կատարվում։ Անանուն նամակ այդ լուրջ է։ Ով ասես կարա գրի։ Ես չեմ հավատում ուղղակի։ Մարդ չի կարա սենց անկապ պատմության մեջ ընկնի։ Դե ես չգիտեի այդ պահին ինչ կարամ անեմ։ Լովը ուղղակի մոռացել է, որ դու ուտեղ ես Բելլա։ Պրոստը մոռացել է։
Չէ, երևի ուղակի։ Չարթարանաս։ Ու մի հատ էլ ես եմ հրեշ։ Մի լացի, դրանից ավելի եմ ներվայնանում։ Երևի ուղակի Լևոնի հեռախոսներ անջատվել ու ինքը չկարողացավ ինձ գրել այդ բանը։ Դու հավատում ես դրան։ Դու ինչի՞ չես փորձել թեստդ գոնե մի քիչ գրես, որ գոնե բավարար ստանաս։ Էй, դա կարևոր։ Մի լացի։ Չեմ լացում։ Բա ինչ ես անում։ Ուղակի աչքս բան մտավ։ Ուր անա է։ Անցավ։ Հաստատ։ Կներես։ Ինչի համար։ Դե երեք ես քեզ շատ վատ բաներ ասեցի։ Ես իրոք տենց չեմ մտածում։ Մի խափի, քեզ չի սազում։ Ես արդեն չգիտեմ սազում է թե չէ։ Ինչի է ասել, որ մենակ է գրադարանում։ Ինչի է թաքցրել Ինեսայից։ Ինչ կա ձեր մեջ, որ տենց բան է ասել։ Ոչ մի բան էլ չկա։ Ուղղակի Ինեսան նեղվել էր, որ Լևոնի իր խնդիրներով իմ հետ է կիսվել։ Դե որպես ընկերներ ուղղակի։ Ու Խանդել է, հա։ չէ, Ինեսան վստահաբար տենց չի մտածում։ Ուղղակի նեղվել էր, որ իր հետ չի կիսվել։ Լեովն էլ տենց բեսամp որոշում է, հա, կայացրել։ Ինչ ապուշն է դա։ Լրիվ անուղեղ է։ Դե տենց մի ասա, ուղղակի այդ պահին ինքը խոճապի մեջ ընկավ ու հիմարություն արեց։ Ես էլ Դու էլ թողեցիր, որ անի։ Չէ, ուղղակի ճիշտ չէ լինի այդ պահին դուրս գալ ու ասել, որ Լևոնը խաբում է։ Տեսնես դասերը վերջացավ երեխեքը։ Վայ, երեխեքն են զանգել։ Այս Կարեն ինչքան է զանգել։ Հաբա ոչ մեկ չգիտի ինչ է կատարվում ու ուր ես։ Լևոնն է գրել։ Մեզ դուր հեռախոսս դու չպիտի կարդաս։ Լուրջ։ Կներես, մտքիցս թռել էր, շատ անհարմար եմ ինձ զգում, ուր ես։ Էսա կասեմ որտեղ եմ ու դու ուր գնաս։ Մեծ մի պատասխանի չեմ ուզում։ Սրանից հետո դու պետքա արհամարես իրան։ Պետքա չխոսաս հետը, Բելա։ Արի գնացինք։ Ես կգնամ տուն, դու գնա պայուսակիդ հետևից։ Ես չգիտեմ, ուրախաբար չեմ։ Լավ էլ գիտես, Դավո։ Բելայի հետ է, չէ՞։ Հասոն իր համար տենց խառնված դուրս եկավ։ Ես չգիտեմ, մենակ ասած ում կբերես հետը տուն։ Ուրիշ ոչի բան չգիտեմ։ Երդվեմ որ հավատաս։ Դժվար է Բելայի հետ կապված լինի։ Բայց որ իմանաս կասես, չէ՞։ Հա, կասեմ։ Չգիտեմ խի, բայց կասեմ։ Ապրես։
Ես ոնց է եղել մենակ ես եկե։ Ինեսան բա ուր է։ Ինեսային հարմար չէր ձյացուրն։ Ես էլ ասցի գամ մի քիչ Բելայի հետ զրուցենք։ Էդ ինչ պիտի զրուցեք։ Ձյացուրն մի բան ասեմ, էլի։ Ճիշտ է դուք ամեն ինչ շատ ճիշտ եք անում։ Նորմալ է, որ անհանգստանում եք։ Բայց Բելան այս ընթացքում ինձ շատ հարազատ է դարձել։ Լավ ընկեր է դարձել։ Ու ես որ գալիս գնում եմ կամ զանգում եմ իրան, այդ որպես լավ ընկեր եմ անում։ Բայց եթե այդ ամեն ինչը ձեզ դուր չի գալիս կամ անհանգստացնում է, ես կհասկանամ։ Ապրես։ Ապրես, որ ասեցիր։ Այ որ ժամանակը գա ամուսնանաս ու բախտդ բերի աղջիկ երեխա ունենաս, այդ ժամանակ ինձ կհասկանաս։ Քեզ ոնց ասեմ, աղջիկները շատ ուժեղ են, բայց նաև փխրուն են, նուրբ են։ Դրանց պիտի պաշտպանես, հոգ տանես։ Ես քեզ ոնց բացատրեմ, թե ինչ է հոր համար աղջիկ երեխան։ Այսինքն այգի ունես ու այնտեղ աճում է ամենագեղեցիկ ծաղիկը։ Չէ, բոլորի այգիներում էլ աճում է, բայց քոն ամենագեղեցիկն է։ Ու պիտի հոգ տանես, խնամես, պաշտպանես։ Մեկ էլ տեսնում ես, բոլորը սկսում են իրենով հիանալ։ Օտար մարդիկ։ Բայց նաև հասկանում ես, որ ոչ բոլորը կարող են նրան պաշտպանել, խնամել ու օգնել։ Հիմա ինձ ասա, ով ավելի շատ սիրում ծաղիկը։ Ով պաշտպանում է, խնամում է, ջրում է, հոգ տանում, թե ով քաղում ու հետը տանում է։ Չգիտեմ ձյացուրն, դե երևի երկուսն էլ, ամեն մեկը իր ձևով։ Սերը տարբեր ձևերով չի լինում։ Այ հիմա հասկանում եմ Բելան ինչի է ասենց լավը, ինչի այսքան բարի, որ տանը իր հետ սենց թեմաներով խոսում եք։ Ձյացուրն, վստահ եղեք, որ ես Բելային կյանքում չեմ նեղացնի։ Իրապես ընկերոջը հանդիպելը 1000-ից 1 է լինում, ու ես կուզեմ, որ մեր ընկերությունը միշտ մնա։ Ապրես։ Լևոն, մաման ասաց, որ այստեղ ես, բայց մտածեցի Ինեսան էլ է քո հետ։ Չէ, իրան հարմար չէր։ Հոբան չի եղել։ Չէ, եկա մի քիչ զրուցենք։ Սեդա։ Սեդա երեխեքին հյութ բեր։ Այ մորտես ինչ եղավ։ Սեդա։ Բել, կներես էլի, կներես այսօրվա համար։ Ես ուղղակի մոռացել էի, որ դու ունտեղ ես։ Հա, ոչինչ։ Չէ, տենց հեշտ մի համաձայնվի էլի։ Մի հատ նեղվի, նեղացի, մեղադրի, ասա Լևոն, դու ոնց կարայիր ինձ մոռանայիր։ Դե կարող էիր, Լևոն։ Դու Ինեսային այնքան շատ ես սիրում, որ հենց իրան տեսնում ես, ամեն ինչ մոռանում ես։ Իսկ ես ուրախ եմ Ինեսայի համար։ Ես չգիտեմ էլ քո պես մարդ իմ կյանքում կհանդիպեմ, թե չէ։ Պապայիդ հետ երկար խոսացինք։ Այնքան սիրուն բաներ ասաց։ Այ որ դա ասանում իմանային, թե քո ընտանիքում քեզ ինչքան է սիրում, ինչքան կարևոր ես։ Դե բոլորն են իրենց տանը սիրված ու գնահատված են։ Չէ, տենց մի ասա։ Դու չգիտես ուրիշ ընտանիքներում ինչ վիճակ է։ Լևոն, դու ոնց ես, քո խնդիրները հարթվեցին։ Այնքան բարդ է ամեն ինչ։ Բել չկա մեկը, ում հետ կարամ խոսամ, որ կարամ վստահ լինեմ, որ ինքը ինձ կհասկանա։ Ես քեզ չեմ ուզում ավելորդ հարցեր տալ, բայց եթե ուզես խոսել, ես քեզ կլսեմ։ Ես կուզեմ այդ ամեն ինչը քեզ պատմեմ։ Մենակ քեզ։ Մտածում եմ Ինեսայի հետ էլ կարամ խոսեմ, բայց հասկացա, որ չէ։ Բայց ինչի, Ինեսան քեզ սիրում է, ինքը քեզ կհասկանա։ Դա այնքան բարդ է։ Ինեսան էլ խնդիրներ ունի։ Ես էլ չեմ ուզում իմ խնդիրների մասն էլ ասեմ, համ էլ չեմ ուզում, որ ինքը ինձ սենց թույլ տենա։ Չէ, սիրող մարդու համար թուլությունը չի կարող քեզ արժեզրկել։ Բել, կարամ քո հետ անկեղծ լինեմ ու պատմեմ ամեն ինչ։ Սեդա։
Բայց այդ Լևոնը լավ տղա է, գիտես։ Հա, տղա։ Մեր ժամանակ տղա աղջիկ ընկերություն էին անում ու մաքրություն կար էլի։ Հիմիկվա երեխեքը Ինչ ես ծամծմում, բանն ես ասելու ասա։ տեսնես հիմա էլ է այդպես։ Հա, ժամանակները ինչ կապ ունեն, կարևորը մարդս մարդը լինի։ Դե հա։ Վարդանը, Ժասմինը, Կարենը վատ ընկերություն են անում։ Լևոնը ինձ ասեց, որ Բելային համարում է իր լավագույն ընկերը։ Հա, լսի, Լևոնն ու Ինեսը ընկերություն են անում։ Հանդիպում են էլի։ Ինեսան էլ է լավ երեխա։ Այ մարդ բոլորն էլ լավն են։ Բոլորն էլ լավն են, դու կարևորը հանգիստ տեղի։ Այ այդ երեխեքի հումորը իլոցրել։ Չկա։ Վայ, ոնց չեմ կարողանում կենտրոնանալ։ Այսօր լրիվ շահագործում ես ինձ։ Սումկես բեր, կոֆե դի։ Ոչինչ, մի օր էլ սենց։ Անտրան ես։ Չգիտեմ։ Բայց ես պատմել ուր ես գնաց։ Չէ, փակա թեման։ Նախա կոֆե խմիում է։ Բել ես հոգու խորքում գիտեմ, որ այդ երեխան ոչ մի բանում մեղավոր չի։ Ուղղակի ես չեմ կարող ընդունում։ Ու արդեն ես այդ չծնված երեխուն ատում եմ։ Ու այդ ամեն ինչ ինձ վախեցնում է։ Ես ոնց որ ամենավատ մարդը լինեմ։ Դու իրավունք ունես գալու են, ինչ զգում ես։ Նույնիսկ բացասական վատ էմոցիան ունի պատճառներ, որոնք քեզնից կախված չեն։ Դու լուրջ տենց ես մտածում։ Ու ես մտածում եմ, որ դու մեղավոր չես այն ամենի համար, ինչը կատարվում է քո կյանքում։ Ու ամենակարևորը գիտես ինչն է, որ դու հասկանում ես քո զգացածը ու դրանք կարողանում ես ճիշտ գնահատել։ Որ հասկանում ես, որ այդպես չի կարելի։ Ու ընդհանրապես մի բան է մնում անելու։ Ու ինչ։ Դու պետքա սկսես վերահսկել քո ապրումները։ Փորձես դրանցից վեր նայել։ Փորձես հաղթահարել։ Չէ, բել չեմ կարա։ Անկեղծ չեմ կարա։ Դա ինձանից ուժեղ է։ Չէ։ Չէ, դու ես ուժեղ։ Եթե դու թույլ ես տվել, որ այդ զգացումները արթնանան քո մեջ, ծնվեն, ուրեմն դու կարող ես նաև փակել դրանց ճանապարհը։ Դու պետքա կառավարես դրանց, ոչ թե հակառակը։ Եթե հիմա շարունակես քեզ մեղադրել, մեկ ուրիշ էմոցիա կծնվի, որը քեզ ավելի կցավեցնի, հետո մյուսը, դու պետքա դադարես քեզ մեղադրել։ Ու կտեսնես, որ ամեն ինչ կհեշտանա։ Բել ես չի մտածում, որ դու սենց բաներ կասես։ Ես մտածում եմ, որ դու կասես, որ ես իրավունք չունեմ այդքանը իմանալուց հետո տենց ապրումներ ունենամ։ Որ իմ պապան իրավունք ունի իր կյանքը շարունակի, երեխեք ունենա, ու ես իրավունք չունեմ տենց ռեակցիա տամ։
այն ինչ կատարվում է քո կողքինների կյանքում, դա վերաբերվում է նաև քեզ։ Ու դու իրավունք ունես ինչ-որ բան զգալ։ Եթե կարևորը պատասխանի։ Չէ, հետո կխոսեմ։ Եղեք ջան։ Ամեն ինչ լավ է։ Ո՞նց եք։ Հյութը խմեցիք։ Լավն էր։ Մի քում էլ չեք արել։ Լավ, ես ճաշի սեղանը արդեն դրել եմ։ Կմնաս չէ՞ մեզ հետ։ Ոչ, չէ, մերսի շատ։ Մյուս անգամ արդեն ուշ է ես գնամ։ Չէ, եթե ուզես կարող ես մնալ։ Չէ, բել մաման տանը մենակ է, կանհանգստանա։ Մյուս անգամ։ Լավ, ուրեմն մյուս անգամ խոստացիր, որ մնալու ես։ Մամային կզգուշացնես ու կմնաս։ Շնորհակալ եմ քեզ շատ։ Ես ոչինչ չարեցի։ Հետ քեզ մենակ թվում է։ Բայց մի խնդրանք էլ ունեմ։ Որ Ինեսան… Ահա, հասկանում եմ, բայց ես էլ քեզ մի խնդրանք ունեմ։ Հա, ասա։ Ես չեմ ուզում այսպես Ինեսայից թաքցնել։ Մենք ոչ մի վատ բան չենք անում, բայց թաքցնելը արդեն վատ բան է։ Ինեսան իմ մոտ ընկերուհին է ու ես չեմ ուզում իրենից գաղտնիքներ ունենալ, հատկապես քո հետ կապված։ Հա, հասկանում։ Ավելի լավ է մենք կշփվենք, ես քեզ ամեն հարցում կօգնեմ, բայց Ինեսայից թաքուն չպահենք։ Ավելի լավ է Ինեսայի հետ խոսես ու ամեն ինչ լավ կլինի։ Ես գնամ։ Ես կճանապարհեմ։ Շաքե, ո՞նց ես։ Նորմալ էլի։ Մի թեթև մահերից իմացել եմ։ Վիկա, պլանավորել էինք սրա մասին չխոսանք։ Գիտես ինչ, եթե պետք է իմ ընկերուհին տանջվի, ես համաձայն չեմ։ Ավելի լավ է ինքը ճիշտ իմանա ու հասկանա ինչ պետք է անի։ Հա, բայց մենք ոչ մի բան հստակ չգիտենք։ Ինչ հա կատարվում։ Պատմի Վիկա։ Շաքե, մինչև պատմելու ուզում եմ իմանաս, որ Վիկան այս ամեն ինչը իմացել է մհերից, մհերը Արտոյից, Արտոն էլ մեր դպրոցի պահակից։ Դրա համար ոչ մի բան հստակ չի։ Ամեն դեպքում ինձ թվում է ճիշտը Մելսից հարցնելն է։ Պատմի Վիկա։ Պահակը Արտոյին ասել է, որ Մելսն ու Բելան իրար հետ դպրոցից դուրս են եկել։ Մելսն էլ պահակի հետ վիճել է։ Բայց ուր են գնացել։ Այ այդ մեկը չգիտեմ, բայց գիտեմ, որ արդեն պահակը տոնեանից զգուշացրել է, որ իրար հետ դասերի կեսից դուրս են եկել։ Մելսն էլ ահա որ ջղայնացած է եղել։ Ավելի խճճվեցի։ Երեխեք էդ եմ ասում, ոչ մի բան հստակ չի։ Շաքե, ինչի՞ չես ուզում Մելսին ուղիղ հարցնես։ Հա, համ կոնկրետ կիմանաս ինչա կատարվում ու անիմաստեղը չես նեղվի։ Իսկ դու չգիտես Սյուզ։ Չէ, Շաքե, անկեղծ չգիտեմ։ Իսկ եթե իմանայիր կասեիր։ Դե, նայած ինչ իմանայի։ Դե, եթե օրինակ իմանայիր, որ Բելան ու Մելսը իրար հետ թաքուն շփվում են, ինձ կասեիր։ Շաքե լուրջ ես ասում։ Իմ մտքով անգամ չի անցնում, որ Բելան տենց բան կանի։ Ինքը կյանքում չի շփվի այն մարդու հետ, ով որ ընկերուհի ունի։ Ինչ իմանաս։ Երեխեք, ես իր հետ շփվում եմ, ինքը տենց բան չի անի։ Իսկ կարաս Կարենից իմանաս։ Դե ինքը մոտ է, չէ՞ Բելայի հետ։ Չէ, Շաքե, ես ինձ թույլ չեմ տա Կարենին տենց հարցերով դիմեմ։ Բայց պետք չի հարցեր տաս։ Ուղղակի ինչ որ ձև փորձի խոսք քաշես։ Բայց ինչ դժվար է, որ դու իրան ուղղակի հարցնես։ Ինչ օգուտ Վիկա։ Մեկը որ հարցնեմ ինչ որ բաներ է հորինելու ու ես իմ հարցերի պատասխանը չեմ ստանալու։ Ավելի լավ է ես ուրիշ բան մտածեմ։ Ինչ ես ուզում անես։ Չգիտեմ դեռ։ Ու եթե Բելան սենց ուսիկ-փուսիկ ամեն ինչ անում է, ես էլ տենց կանեմ։
Բայց եթե որոշեմ էլ ինչ եմ անելու, քեզ չեմ ասելու, Սյուզ։ Ես անկեղծ չեմ ուզում իմանամ, բայց ի վերջո իմ ընկերուհին ես, մեկը խորհուրդ կտամ։ Ինձ պետք չի խորհուրդ տալ։ Ուղղակի ավելի լավ է ինձ հիմարի տեղ չդնեն, այդքան բան։ Ալո, Ինչի՞ չես պատասխանում։ հյուր ունեի։ Ով։ Կարևոր չի չես ճանաչում։ Հաստատ։ Ինչ ա եղել։ Հեչ, ասեցի զանգեմ իմանամ աչքդ ոնց ա, հոչի ցավում։ Դե հա, բաներ ընկել, հանեցինք էլ։ Հետո էլ չցավեց։ Հարցնում եմ նրա համար, որ կարողա ցավի ու չկարանաս գրես գրավորները։ Չէ, ես ամեն դեպքում կգրեմ։ Լավ։ Բա ասում ես հետո վեր եկել։ Մելս արդեն չափազանց է։ Մի թող որ գան խանգարեն քեզ։ Խանգարեն դասանես։ Ինձ թվում է դու իմ պապայից ավելի անհանգստացած ես, որ ես լավ սովորեմ։ Ինչի ես ծիծաղում։ Հեչ խնդալու էր։ Դե կարանք մի պայմանագիր էլ կնքենք այն մասին, որ դու պետքա ընդունվես Հայաստանի ամենալավ համալսարանը։ Եթե չընդունվեցիր, Հա, դե քո պայմանները արդեն պարզ են։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բա ինչ ես անում։ Ուղղակի աչքս բան մտավ։ Ուր անա է։ Շնորհակալ եմ քեզ շատ։ Չասես դա չկա, բա եմեկ է։ Կա, ուղղակի ուշացել ենք։ Ինչ ես բարձանում։ Լսի, այսօր երեկոյան դու Բելային կգրես, որ քո իրը իրա մոտ է։ Ինչ իր։ Այն իրը, որը որ ես այսօր կգցեմ Բելայի պայուսակի մեջ։ Չեմ հասկանում։ Լսի, ես այսօր Մելսի տետրը գցելու եմ Բելայի պայուսակի մեջ։ Ու ինքը արդեն կհասկանա, որ իրան գրողը Մելսն է, որովհետև Մելսի տետրը կլինի իրա մոտ։ Ու կգա հանդիպման։ Հասկացար։ Հա հետո։ Ասենք թե Բելան գնաց կանգնեց այդ տետրը ձեռը միտեղ։ Մեզ դրանից ինչ։ Մենակ չի կանգնի։ Դու կգնաս հանդիպման։ Ես։ Ըհը։ Գնանք։ Հաջորդ դասին ամփոփիչ թեստ ենք ունենալու, դրա համար հիմա կանցնենք բոլոր թեմաներով։ Խնդրում եմ տետրերը բացեք։ Չես բերել։ Գրել եմ ոնցում։ Մնում է Բելայի հետ էլ խոսեմ, իմանամ ինչ ա եղել։ Տեսնես կպատմի։ Լավ, ոչ էլ հարցրու։ Բայց մենք ընկերուհիներ ենք, պետք է իրար մասին ամեն ինչ իմանանք։ Լավ, դու թեմա է, որ մի հատ էլ իմանաս ինձ։ Վայ մի հատ հանգստացեք, ուղղակի տեղյակ եմ բաղում։ Իրանք կգան կպատմեն, եթե պետք լինի։ Ուզում եք ավարտեք, տեղյակ պահեք, սկսենք դասը։ Don't you run away. Don't run away from me.
my empty night, revitalize my heart. Don't you run away, don't run away today.